Պարոն Շարմազանով, Սամվել Կարապետյանին առնչվող վերջին դրվագը հեծը լիցենզիայից զրկելն է, սա կանխատեսելի սցենար էր թերևս, որովհետև հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ այս մտահոգությունները հայտնում էին դեռ 2024 թվականին, երբ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահն էր փոխվում եւ ուղիղ հարցեր էին հնչել նաեւ այս թեմայով։ Ինչ սպասել սրանից հետո, ես ուզում եմ հիշեցնել նաև մի հոդված, որն անմիջապես հունիս ամսին Կարապետյանի ձերբակալությունից հետո էր լույս տեսել, վերլուծաբան վերլուծաբան Արեշևը տեղեկություններ էր հայտնել, որ հնարավոր է այս սցենարը Կարապետյանի շուրջ ընդամենը մեկ խնդիր է լուծում, այն է Հայաստանի էլեկտրական ցանցերը փոխանցել թուրքական ինչ-որ ընկերության։ Այս տեսակետի հետ ինչպես եք վերաբերում, հնարավոր համարում եք, թե ոչ։ Զառա ջան, մի քանի հարց տվեցիք, առաջինը պարոն Կարապետյանի մասով ասեմ, որ պարոն Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, խրճի բանտարկյալ է, մարդը պայքարում է իր ազգային արժեքների համար, իր պետության ազգային նկարագիրը պահպանելու համար եւ այն ինչ որ անում է նիկոլական ռեժիմը պարոն Կարապետյանի նկատմամբ, դա ուղղակի քաղաքական հետապնդում է դասական իմաստով։ Ամենադասական իմաստով Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է եւ այս իշխանությունների պատանդն է, ինչպես Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ալիևի ռեժիմի պատանդն են, այնպես էլ սրբազանները Սամվել Կարապետյանը, Դավիթ Համբարձումյանը եւ այլ քաղաքական բանտարկյալներ այս ռեժիմի պատանդներն են։ Ակնհայտ է, որ իշխանությունը վախենում է ազգային զարթոնքից, վախենում է այն հեղինակությունից, որ ունի Կարապետյանը եւ բնականաբար ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա այդ ազգային զարթոնքը եւ Կարապետյանի գլխավորությամբ ազգային ուժերի համախմբումը։ Սա ակնհայտ է, բայց մի բան է ուրախացնում, որ պարոն Կարապետյանը վճռական է, նա որևէ այս գործարքի չի գնում այս իշխանությունների հետ եւ մի քանի անգամ իր հրապարակային նամակներում իր կողմնակիցներին հայ ժողովրդին նշել է, որ ինքը վճռական է այս իշխանությունների դեմ պայքարում, որովհետև սա ոչ թե իշխանությունների դեմ պայքար է, սա պետություն ունենալու չունենալու պայքար է։ Եվ այդ իմաստով ես ողջունում եմ Սամվել Կարապետյանի նման դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է ռուս վերլուծաբան Արեշևի ասացին, ապա այո, ես մեկ անգամ չէ որ ասել եմ, առաջիններից մեկն եմ Հայաստանում եղել, որ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը ռուսականից փոխում է դեպի թուրք արևմտյան, թուրք նատոական, եւ դա երևում է եւ արտաքին քաղաքականության մեջ, երևում է եւ Էրդողանի գիրքը իր կրծքին սեղմելու մեջ եւ թուրք-ադրբեջանական բոլոր նարատիվները տարածելու եւ նրանց պահանջները իրականացնելու եւ բնականաբար նաեւ ռուսական կապիտալը կամ ազգային կապիտալը թեկուս հայկական փոխելու թուրքականով։ Այսօր ես որևէ տարօրինակ բան չեմ, տարօրինակ է մեր դրամաբանությամբ եւ անթույլատրելի է, բայց այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը իմ համար զարմանալի չէ։ Նա մեր պետությունը տանում է դեպի վիլայեթացման եւ մեկ անգամ չէ որ ասել եմ, դրա համար էլ նաեւ այսօր այստեղ եմ։